Հաղորդման հովանավորն է Նակոյլ ընկերությունն իր մոթուլ ապրանքանիշով։ Mobil, Shell, Mobil 1, Morris, Kicks, Valvoline, Castrol, Lotus, Motul, Lukoil, հանրահայտ նավթարդյունաբերողների բարձրակարգ եւ օրիգինալ յուղերը Boomerang ավտոյուղման կետում։ Պլյուս իջեցված գներ եւ անվճար սպասարկում փորձառու մասնագետների կողմից։ Boomerang ավտոյուղման կետ։ Մեր հասցեները՝ Տիչինայի 127 կոտորակի 2, Անդրանիկի 56 կոտորակի 9։ Ողջույն, կրկին ավտոդրայվն է եթերում ու կրկին մենք Տավուշի մարզում ենք։ Եթե հիշում եք, մեր նախորդ հաղորդումը նվիրված էր Motul Low Range 2014 մրցարշավին։ Այսօր մենք շարունակում ենք մրցության լուսաբանումը, որը անավարտ էր մնացել եթերաժամանակի սղության պատճառով։ Եվ այսպես արտաճանապարհայիններ կամ ամենագնացներ։ Ադաս։ But something came over me, I realized I was living just a fantasy. Many things I dreamed to do. If I ever get back to you, this time I will not act like a fool. Չմանրամասնելով ավտոմեքենաների դասակարգման կարգը, նշեմ, որ այստեղ գրանցվել են 11 մասնակից։ Նրանցից հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն իրեն հատկացված 30 րոպեների ընթացքում կատարում է առավելագույն քանակի պտույտներ։ Մեկնարկում է Ադասի առաջին մասնակիցը։ Ռուսական արտադրության Lada Niva, անձնակազմը Գեղամ Սաֆարյան եւ Արմեն Ղազարյան։ Նիվան հայտնի է իր անցողունակությամբ, սակայն տեսնենք, թե ինչպես կդրսևորի իրեն անձնակազմը, չէ՞ որ շատ բան կախված է հենց վարորդից եւ նրա օգնականից։ Հաջորդ մեկնարկը կատարված է եւ մրցուղի է դուրս գալիս Աբրահամ Հովանիսյան, Արարատ Սայադյան զույգը։ Նրանց Mitsubishi Pajero-ն կրում է 02 մեկնարկային համարը։ Այն սարքավորված է 2 լիտրանոց տուրբինացված ուժային ագրեգատով։ Ավտոմեքենան շատ գեղեցիկ ձևավորում ունի։ Իսկ թե ինչպես այն հանդես կգա, ցույց կտան այն 30 րոպեները, որոնք հատկացվում են թիմերին մրցելույթի համար։ Selling stories that were overrated in this world so complicated. Հերթական մեկնարկը եւ իր մրցելույթն է սկսում հայկական հաջորդ թիմը՝ վարորդ Ստեփան Մարտիրոսյան, շտուրման Վահագն Հերունի։ Մեկնարկային համարն է 03, ավտոմեքենան Jeep Cherokee։ Ավտոմեքենայի վրա հպարտորեն ծածանվում է հայոց եռագույնը։ Հերթը հասնում է արտերկրից ժամանած առաջին անձնակազմին։ 04 մեկնարկային համարով հանդես է գալիս Իրանից ժամանած թիմը։ Վարորդն է Ռասոլ Խերվին, նրա օգնականն է Մուստաֆա Սեյտիպովը։ Մասնակիցները բավական լուրջ են պատրաստվել այս մրցությանը։ Այդ է վկայում այն հանգամանքը, որ նրանք հանել են իրենց Nissan Ronin-ի բամպերը, որպեսզի այն չխանգարի խոչընդոտները հաղթահարելիս։ Մեկնարկում է Իրանից ժամանած հաջորդ զույգը՝ կրկին Nissan Ronin։ Թիմը գլխավորում է Ալի Ռեզա Նեմաթին, իսկ նրան օգնում է Մաջիդ Նոր Մոհամեդին։ Նրանք հանդես են գալիս 05 մեկնարկային համարով։
Հեռուստադիտողները այս զույգին կարծում եմ լավ են հիշում միջազգային այլ մրցություններից, որոնք մենք լուսաբանել ենք։ Կրկին հայաստանյան թիմ է մեկնարկում։ Զրովեց համարի տակ հանդես է գալիս Սարգիս Մելիքյան, Մարտիկ Ավետիսյան զույգը։ Նրանց ավտոմեքենան է Mitsubishi Pajero IO, որի տուրբինացված շարժիչի ծավալը կազմում է 1.8 լիտր։ Մեկնակետի մոտ է 0.7 համարը կրող ռուսական արտադրության լեգենդար Gaz 69 ամենագնացը։ Արտադրվելով դեռ 1953 թվականից այն բավական լուրջ արտաճանապարհայինի բնութագիր ունի։ Ինչևէ, անձնակազմի անդամներն են Գագիկ Սայադյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը։ Տեսնենք ինչ արդյունքի կհասնեն նրանք։ Ведь летит во все концы, вы поверьте нам, отцы, будут новые победы, станут новые бойцы. Հաջորդ մեկնարկը եւ մեկնագծի մոտ է եւս մեկ Mitsubishi Pajero IO։ Այն կրում է 0.8 մեկնարկային համարը եւ ղեկին է Անդրանիկ Խաչատրյանը, նրան օգնում է Արտաշես Մարտիրոսյանը։ Իսկ այդ ընթացքում որոշ մասնակիցներ արդեն մի ամբողջ շրջան են կատարել։ Վրացական հաջորդ անձնակազմն է դուրս գալիս մրցուղի։ 15 համարի տակ Suzuki Samurai ամենագնացով հանդես է գալիս Իոնե Կիփշիձե, Իրակլի Կակաուրիձե զույգը։ Նրանց ավտոմեքենան բավական լուրջ պատրաստություն է անցել։ Մասնավորապես թափքը ամբողջովին հարմարեցվել է նմանատիպ մրցություններին մասնակցելու համար։ Այժմ մեկնարկում է Վրաստանի եւս մեկ ներկայացուցիչ։ 16 համարի ներքո հանդես է գալիս Դավիթ Լոբջանիձե զույգը։ Այո, մի զարմացեք։ Եվ վարորդը, եւ շտուրմանը նույն անուն ազգանունն ունեն։ Նրանք մրցությանը մասնակցում են Suzuki Jimny ավտոմեքենայով։ Если приехал ты в город большой, сразу для всех стал ты гость дорогой. Выпил ты чачи и много вина, значит Тбилиси послала судьба. Выпил ты чачи и много вина, значит Тбилиси послала судьба. Այժմ բոլոր մասնակիցները մրցուղում են, իսկ նրանց միջև ծավալվել է անհաշտ պայքար։ Если дома и стуфа стоят, на горизонте гора Арарат. Если коньяк и жемчужный севан, значит приехал ты в Ереван. Если коньяк и жемчужный севан, значит приехал ты в Ереван. Խոչընդոտները հնարավորություն չեն տալիս մրցարշավորդներին մեծ արագություն զարգացնել։ Իրանի, Վրաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչները հայտնվել են իրար հետևում եւ նրանցից ոչ մեկը չի ուզում առաջ թողնել մյուսին։ Վրաստանի ներկայացուցիչը խոյահարելով փորձում է խուճապի մատնել Իրանի ներկայացուցչին։ Վերջապես սա գոյության մրցարշավ չէ։ Միթե հարաբերությունները պարզելու այլ տեղ չկար, թե պարտադիր էր դա անել հայկական հողի վրա։ ترسیده باشی از کوچ اوجو ندیده
باشی واسه یه مشت دونه اهلی آدماشی تو سایه ها بمونی درگیر سایه هاشی مفهوم زندگی رو از یاد برده باشی دلت بخواد دوباره از ته دل بخونی از ترس ریزش اشک غمگین و بی صداشی میشه پرنده باشی اما رها نباشی میشه دلت بگیره اسیر قصه هاشی Այս ամենը հաշվի չառած Իոնե Կիփշիձեն բավական մեծ արագությամբ է հաղթարում շրջանները։ Սակայն եղած հողաթմբերը այնուամենայնիվ մեծ դժվարություններ են ստեղծում մրցարշավորդների ճանապարհին։ Ռուսական արտադրության Նիվան հետ չի մնում իր մրցակիցներից արգելքների հաղթահարման առումով, սակայն անզեն աչքով էլ երևում է, որ արագությունը չի բավականացնում ավելի արդյունավետ օգտագործել ժամանակը։ Մրցակիցները առանց մեծ դժվարության կարողանում են շրջանցել նրան։ That bass on below, I got that rock and roll, that future flow, that digital spit, next level.